Դա գնա Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք։ Մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը։ Ես Լիաննան եմ, 32 տարեկան ու 2 հրաշք աղջիկների մամա։ Ինչպես տեսնում եք, մենք բարեհաջող հասել ենք տուն ու արդեն տանն ենք, իրականում այդ ճանապարհներից ու եղանակի փոփոխություններից Նինուլիկս մի փոքր հիվանդացել է ու երկու դասի չի գնում, բայց այսօր Անգելինան զուգվել, զարտարվել է, քանի որ իր աշնանային հանդեսն է ու վստահ եմ նաև Անգելինային կարոտած կլինեք։ Այդպես սիրուններս, հիմա գնում ենք հանդես։ Ես մոռացել էի առնեի Անգելինային զուգագուլպա եւ մասիկներ սև գույնի ու մեր բախտից խանութները արդեն բաց էին ու կարողացա իր հագին երկուսն էլ գտնել ու վերցնել։ Հանդեսը ներևա։ Հորովս։ Բայց մենք փուտիկները բաց թողեցի։ Հա։ Հա։ Մենք Այդ ավարտական հանդեսի ժամանակ է, կյանքս հմի չկա փուճիկ։ Մի խոսքով սիրուններս գնանք Անգելինայից հանդեսից կադրեր անպայման կնկարեմ։
Սիրուններս, ինչպես տեսնում եք, մենք արդեն տանն ենք։ Ճանապարհին ես մտա Viber-ից ու վերցրեցի իմ պատվերները, որոնք արդեն հասել էին, ու հիմա ուզում եմ միասին բացենք ու տեսնենք ինչ եմ պատվիրել։ Իմ համար վերցրել եմ երկու նմանատիպ պրոդուկտ։ Իրականում այս բրենդին անծանոթ եմ, երբեք չեմ օգտագործել, Avskin ֆիրմայի տանալին ու իր բազան եմ վերցրել, քանի որ իրենց մասին շատ լավ կարծիքներ էի իմացել ու օծիվներն էլ շատ լավն էին, որոշեցի վերցնել ու փորձարկել։ Ուզում եմ ասել, որ իրականում շատ հաճախ ես իմ դիմահարդարման պարագաները չեմ փոփոխում, հատկապես երբ դեմքիս վրա նստում է իդեալական, իմ տոնն է, իմ մաշկի գույնն է, չգիտեմ, լավ եմ անում թե վատ, ճիշտ է թե սխալ, բայց շատ հաճախ ես չեմ փոխում ու արդեն երկար ժամանակ ես օգտագործում եմ Flormarni դիմահարդարման պարագաները, որը ինձ շատ դուր է գալիս, թե ինչպես է նստում մաշկիս ու օրվա ընթացքում էլ ինքը նույն ձևի պահպանվում է, բայց ուզեցա այս պրոդուկտները եւս փորձել։ Հիմա եկեք բացենք ու տեսնենք ինչպիսի տեքստուրա ունի, հա, սա բազան է, այսպիսի, եկեք տանալին էլ բացենք, հա, սա տանալին է, կարծում եմ, որ շատ լավը պետքա որ լինի, չգիտեմ, այսպես շատ լավ տեքստուրա ունի, ինքը շատ հեշտ տարածվում է, իսկ մնացածը երբ որ փորձեմ դեմքիս վրա անպայման կկիսվեմ, ես վերցրել եմ մի րոպե, ես վերցրել եմ 0.1 համարը, ամենաբաց երանգը, որը հենց իմ մաշկի գույնն է, իրականում ես շատ բաց մաշկի գույն ունեմ ու չեմ սիրում, որ մաշկիս գույնից ինքը շատ է տարբերվում ու սա հենց իմ գույնն է, այսպես ասած։ Չգիտեմ, սիրուններս, երկու պրոդուկտն էլ առաջին հայացքից շատ լավն են երևում, իսկ մնացած կարծիքս անպայման կփորձարկեմ ու կկիսվեմ, դե իսկ իրանց փաթեթավորումը ևս շատ սիրուն է, կարծում եմ դիզայնը, այս կանը, իսկ հիմա գնամ Նինուլիկիս մազերն էլ հարդարեմ, քանի որ ինքը այսօր ծնունդ է հրավիրված ու իրան պետք է տանեմ իր դասընկերուհու տուն։ Սիրուններս, մեր մոտ սուրճի ժամ է, վերջապես, մենք մանկապարտեզից եկանք, Անգելինաս հանդեսից հետո չմնաց ու եկանք տուն, մի փոքր հոգնածեր, պառկեց քնելու, ինչպես արդեն ասել էի, Նինուլիկը ծնունդի էր հրավիրված, իրան տարել եմ ծնունդի ու շատ փոքր ժամանակ ունենք սուրճ խմելու,
հիմա նստած ենք սուրճի սեղանի շուրջ, այսպես ասած, ես ու քուրիկս մեր սուրճն ենք վայելում, բայց ուզեցա ձեր հետ կիսվել նաև մեղրից բերած չրերով, բերել է իմ հետ կառայլոկի չիր և թզի չիր, ուզում եմ ասել, որ իսկապես մեղրի չրերը, մրգերը անմահական համով են ու քաղցր, ես չգիտեմ ինչու է կայանում այդ գաղտնիքը, թե որ այսքան համով չրեր են ստանում, գուցե այնտեղի կլիմայից է, գուցե այնտեղի չգիտեմ օդից է, եղանակից, չգիտեմ ինչից է, թե այնտեղ ինչ-որ գաղտնիք կա, որ միայն տիրապետում են այնտեղի ապրող մարդիկ, բայց ամեն դեպքում շատ համով չրեր են, որը հաստատ չենք գտնի ոչ մի սուպերմարկետում ու ոչ մի խանութում, իրանք ամենակարևորը առանց շաքարի են, լրիվ բնական ճանապարհով չորացված մրգեր են, առանց կոնսերվանտների, առանց շաքարավազի ու առանց այդ հավելումների, չգիտեմ, շատ համով էին, ես ուղղակի խոսքեր չունեմ ասելու, բայց ուզում եմ ևս մի բանով կիսվել ձեր հետ, այդ սուրճս խմեմ ու ասեմ, շուտ համով է, ինչ էի ասում, դուք գիտեք, որ ես մի քանի վլոգ առաջ ձեր համար փոքր հոլովակ էի տեղադրել, որտեղ նկարում էի կառայլոկի չրի պատրաստման եղանակը, այսպես ասած, ու ասել էի, որ առաջի անգամ եմ պատրաստելու ու կարծես թե ամեն ինչ բնականon հունով գնում էր, այսինքն ես իրան կեղևազրկել եմ, կապել եմ թելերից ու կախել եմ չոր ու տաք տեղ, բայց ինքը չորացել է հիմա, ես իրականում չէի ուզում ցույց տալ, բայց քանի որ խոստացել էի, կկիսվեմ ու երևի ամոթ չի նաև այն, որ չստացված բաներով էլ ենք կիսվում, ինքը չորացել է, այդ ասեմ, ամենակարևորը չեմ փչացրել, այսինքն ինքը չի բորբզնել, արևոտ ու տաք տեղ եմ կախել, որ չորանա շուտ, բայց ստացել է այս երանգը, անկեղծ եմ ասում, չգիտեմ ինչի համար է ինքը այսքան սևացել, այսքան չորնի սև գույն ստացել, ես չգիտեմ, եթե համեմատում ենք այս կառայլոկի չրի հետ, խնդրում եմ մի հատ տարբերությունը նայեք իրանց, ինքը գոնե թե մի փոքր էլ ասենք պետք է թմուկ լիներ, մուգ շոկոլադնի երանգ ստանար, բայց ոչ այսպես սև, ես իրականում չեմ հասկանում ինչն եմ սխալ արել, որ ինքը ստացել է այսպիսի մուգ գույն, եթե ինչ-որ մեկը գիտեք, թե ինչի է ինքը այդքան սևացել, գուցե եղանակից է եղել, բայց ասենք տաք է եղել եղանակը, որ ես չորացրել եմ, ինքը չի մնացել անձրևի տակ, չի խոնավացել, բայց ստացել է սև գույն, չեմ հասկանում պատճառը, իսկ եթե դուք գիտեք, կխնդրեմ մեկնաբանություններում գրել, որ իմ համար էլ պարզ լինի, այս էի ուզում ասել, կիսվել իմ առաջի անհաջող փորձով չրեր պատրաստելու, այդպես, հիմա սուրճս խմեմ, որպեսզի գնամ Նինոլիկին էլ ծնունդի տեղից վերցնեմ ու գնանք բարի, այդ ընթացքում Անգելինան էլ կզարթնի ու ինքն էլ է գնալու բարի, այդպես սիրուններս, այսպիսի սովորական օր, Անգելինայից բերեցի բարի, հիմա գնում եմ Նինոլիկիս հետևից ծնունդի տեղից վերցնեմ, որ նորից գանք բարի դպրոց միասին, քանի որ ինքն էլ է բարի, իրականում Անգելինաս ոնց որ թե պետք է հիվանդանա,
բայց քանի դեռ իրան մի փոքր լավ է զգում, այսօր բերեցի բարի, տեսնեմ վաղը ինչպես կլինի։ Մեղրից որ եկանք Նինուլիկը բավականին լուրջ հիվանդացավ, այսինքն ջերմություն, սրտխառնոց, փորացավ, նման սիմպտոմներ կար մոտը, մոտ երևի մեկ շաբաթ դասի չենք գնացել։ Հիմա Նինուլիկը լավ է ու այդ նույն սիմպտոմները Անգելինայիս մոտ է, հանդեսից եկանք, ինքը պառկեց քնեց, մտածեցի իր քնի ժամն է, քանի որ ինքը ցերեկները քնում է, ասեց երևի քնի ժամն է, այդպես քունը տանում է, պառկեց քնեց, բայց իրան որ արթնացավ մի փոքր թույլ էր զգում ու փորիկից էր գանգատվում, էլի նույն սիմպտոմներն է մոտը, չգիտեմ, տեսնեմ ինչպես կլինի։ Հուսով եմ, որ եթե կհիվանդանա, արագ էլ կլավանա, քանի որ 2-3 օրից իրա ծնունդն է ու չեմ ուզում, որ ծնունդի օրով այդպես հիվանդ ու անհավես լինի, քանի որ լիքը պլաններ ունենք այդ օրվա հետ կապված, որպես այդպեսին մեծ ծնունդ չենք անելու, բայց ինքը ուզում է մանկապարտեզում իր ընկերների հետ նշել ծնունդը, դրանից հետո երեկոյան պլանավորել ենք գնալ սրճարան եւ այլն, մի խոսքով այդպիսի հավես օր եմ ուզում կազմակերպել աղջիկաս համար, եթե իհարկե ի վիճակի լինի ու չհիվանդանա։ Այդպես ամեն դեպքում ամեն ինչ կանեմ, որ այդ օրերին մինչև ծննդյան օրը լավ լինի։ Երևի այսքանով այս վլոգը ավարտենք, քանի որ առանձնապես ոչ մի բան չկա էլ անելու, արդեն երեկո է, գնալու ենք տուն դասերով, տեսնեմ Անգելինաս ինչպես կլինի, իրենով կզբաղվեմ արդեն։ Շնորհակալություն, որ վլոգը դիտեցիք մինչև վերջ, ու եթե այն հավանեցիք, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել եւ մի փոքր ավելի ակտիվ լինել մեկնաբանությունների դաշտում։ Իսկ այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, դες մեկ կհանդիպենք հաջորդ վլոգում։